Ողջույն սիրելիներս, այսօր էլի շատ սիրուն հավես էսթետիկ աղջկական unboxing եմ բերել։ Ես այս պատվերներին շատ եմ սպասել, չնայած այստեղ կան բաներ, որոնք ես ինքս եմ գնել, ոչ թե պատվիրել եմ, բայց ամեն դեպքում հիմա ես այս հերթով ցույց կտամ։ Ուզում եմ սկսեմ սրանից, որովհետև շատ եմ ուրախացել սրա համար։ Դիմացել, բացել եմ, նայել եմ, բայց ես այնքան վատը չեմ, որ ձեզ ցույց չտամ։ Ամենասկզբում, երբ որ բացեցի սա, դեռ իր ցելոֆանի մեջից չի հանել ու իր մեջի կաթեչկան տեսա, որ դեղին էր։ Ես մի քիչ շատ հուսահատվեցի, որովհետև ես դեղին չէի ուզում, ես ուզում էի կարիշնիվի, բայց բացելուց հետո իր վրա ցույց չի երևում, բայց իմ ուրախությունը, ես ուղղակի սենց ուրախությունից չեմ կարող բացատրեմ ինչ կատարվեց այդ բանի իմ հետ, որ սա այստեղ շատ փոփուկ է, շատ սիրուն քյութ է։ Եթե գիտեք կոմենտներում գրեք, ես իմանամ ու հանգիստ լինեմ։ Չգիտեմ իհարկե սա օրիգինալ է թե ոչ, իհարկե մի քիչ չեմ կարծում, որ օրիգինալ է լինի, բայց մի քիչ դեֆորմացված է իրականում իր գլուխը, եթե ուշադիր նայեք, բայց ամեն դեպքում ես ուզում եմ ձեզ հարցնեմ, արդյոք պետք է իր գլուխը 360 աստիճան պատտվի։ Քանի որ ես չեմ ուզում իր անունը մնալ Լաբուբու, ես ուզում եմ իր ինչ-որ հետաքրքիր անուն դնենք, բայց չգիտեմ ինչ անուն, կարող եք կոմենտներում անուն առաջարկել մեր Լաբուբուի համար, մինչև ես կմտածեմ ու կկիսվեմ անպայման ձեր հետ։ Սա ես պատվիրել եմ իմ վրձինների համար մեյքափի, հիմա ցույց տամ ձեզ վրձինները ու իր հետ ցույց տամ ինչքան սիրուն են լինում։ Վրձինները շատ սիրում են, 10 հատ են, խնդրեմ նայեք, գույնն է շատ սիրուն վերևից ու ցած իրար հետ։ Սա այստեղից եմ գնել սովորական մի վիծինկաներ, ինձ թվում է շատ երկար ներկայացնելու կարիք չկա։ Ցույց է, որ ես գնել եմ 3 գույնի համար իրականում, ինքը շատ սիրուն ված վարդագույնը, սովորական ինքը ժամն է ցույց տալիս, մենակ թե դեռ չեմ հասկացել ոնց պետք է ժամը ուղղեմ, որովհետև սխալ է ցույց տալիս։ Եկեք անցնենք այս սիրուններին։ Այս կակաչները մի քիչ լավ չեն եկել հասել ինձ, բայց ես կուղեմ իրանց, դժվար բան չկա։ Ու ծաղիկների համար ես պատվիրել էի այս վազան, ինձ թվում էր կգա կավ կամ ապակի, բայց իրականում եկել է սովորական պլաստմաս, որ ես հիմա սենց կծարվի։ Նվերա հայելի իմ քույրիկի կողմից։ Սիրուն Եգիպտոսից եգիպտական հայելի։ Հաջորդը այս բրաշն է, որը ես արդեն հասցրել եմ օգտագործեմ, ինքը շատ լավն է, փանոստում շատ սենց խիտ վարդագույն չի լինում, սիրելի և սպասված նվեր, վարդագույն տուշ, չգիտեմ ոնց ասեմ, որ կամերայով երևա իր երանգը, բայց իր միակ մինուսը այն է, որ ինքը շատ ուշ է չորանում ու ահա որ լղոզվում է։ Ուրեմն հաջորդը պատվիրել եմ սենց հեռախոսի հետևին կպնող բան, շատ գոհ եմ սրանից։ Սա կգնահատեմ 10-ից 9, որովհետև փորձեցի, ինքը իրական այդքան էլ ձիգ չի պահում հեռախոսը, բայց հաստատ ոնց ասեմ, մի 2 րոպեի չափով հաստատ կպահի։ Այս սաները, որը ես եմ գնել, խնդրեմ նորից կարեք հետևի հայլիում տեսնեք ձեզ, դեռ վատը չի, չնայած ես զգում եմ, որ ինքը մի քիչ փոխվում է այս պորտմանչիկը գեղեցիկ մեյքափի համար, իրականում ես իրան կգնահատեմ 10-ից 9, որովհետև ինքը շատ լավն է, որակը շատ լավն է, ամեն ինչ շատ լավն է, գույնը, տեսքը շատ սիրուն է, բայց փոքր է։ Ես ավելի մեծ էի պատկերացնում, որ ինքը գալու է, դրա համար քիչ տխեցի, բայց շատ սիրուն է։ Կան ռեժինները, որական բրոշկանց շատ սիրուն մազակալ, ծաղկի տեսքով, շատ գեղեցիկ։ Սա դեմքի մասկաներ են, իրա մեջ պարունակում է 30 հատ։ Այստեղ ունեմ ես մեյքափի համար նախատեսված բրոշկաներ։ Ասեմ որ շատ լավն են, ամենակարևորը որ ամուր են։ Իրա մեջ շատ հատ է, տամ ձեզ իմ հայլայթերը, նոր հայլայթերը, որը որ շատ սիրուն փայլ ունի ու ասեմ, իր տեսքները շատ սիրուն։ Շատ է ինքը իր վրա վերցնում
խնամքի միջոցներ են, խնդրեմ, պատրաստված բրինձից, նաև ինքը 5 կտորից է բաղկացած, ես իրան անպայման կօգտագործեմ, հատուկ առանձին վիդեո կնկարեմ դրա համար։ Եկեք ցույց տամ ձեզ իմ ամենասպասված պատվերներից ևս մեկը, սա է, բայց դրա ամենասպասվածը հեսա առջևում է։ 5 վայրկյան ժամանակ փորձեք գուշակել ինչ է այստեղ ներսում։ 1, 2, 3, 4, 5։ Վերջ, գուշակեցիք։ Այո, ճիշտ գուշակեցիք, հայելի։ Այսպես։ Սիրում է ու հավեսա։ Ամենակարևորը առավոտյան ինձ համար շատ կարևոր մի բան է։ Այստեղ թողնեմ ֆիլմի նկարն ու անունը, եթե կուզեք գնացեք նայեք, ավելի շատ ինքը ոչ թե ֆիլմ, այլ սերիալ, ուղղակի ես սովորեմ բոլոր սերիալներին ու ֆիլմերին ասել ֆիլմ, իմ համար բոլորը ֆիլմ են։ Կորեական դորամա է ու իմ ամենասիրելիներից է ու իր նշանով սիմվոլով կարելի ասել ֆիլմի սիմվոլն է սա ու ես շատ էի ուզում ունենալ, իրենց մայկաներն էլ ունեն հենց այս նույն գրվածքով, ես մայկաներն եմ շատ ուզում, բայց այս անգամ պատվիրեցի վզնացեմ, որ վստահ եմ, որ շատ հաճախ եմ գրելու, որովհետև շատ եմ սիրում։ Սրանք իմ անկողնու համար են նախատեսված, չբացեմ սենց հերթով մեծ ցույց տամ, սովորական 2 հատ բարձի համար են, մի հատը ֆերմեկի համար է։ Այստեղից եմ գնել սովորական նոտբուքը ու սովորական պես քառակուսիկներ են իր մեջ, ինքը վանդակներով են։ Այստեղ գրված են բոլոր վիդեոների այդեաները, որոնք որ դուք տեսնում եք իմ ալիքում։ Դե ինչ, այսօր այսքանն էին իմ պատվերները, իսկ մնացած վիդեոները բաց չթողելու համար անպայման բաժանորդագրվի ալիքին, որովհետև հաստատ հետաքրքիր կոնտենտ է քեզ սպասվում մոտ ապագայում ավելի հետաքրքիր, այնպես որ դուք բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմ եք զանգակի վրա, որ բաց չթողնեք ու առաջինը նայեք վիդեոները, ներմեր կգրեք, որ ես անպայման իմանամ ով առաջինը նայել, գրեք ձեր կարծիքը անպայման, ինձ շատ հետաքրքիր է, ես բոլոր մեկնաբանությունները կարդում եմ, հետաքրքիր մեկնաբանություններին անպայման պատասխանում եմ ու նաև չմոռանաք Instagram-ի մասին, որովհետև այնտեղ ավելի ակտիվ եմ ու ավելի շուտ եք իմանում, թե ինչ վիդեո սպասվում YouTube-ում։ Իսկ ես գնամ մեր պուճուրի համար անուն որոշեմ։